Բարև ձեզ սիրելի տավուշցիներ, սիրելի հայրենակիցներ, Տավուշն է խոսում, Տավուշ մեդիայի թիմը այսօր գտնվում է Նոյեմբերյան համայնքում։ Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում մենք այստեղ ենք ժողովրդական խոսափող նախաձեռնության շրջանակում, որի նպատակը ձեզ արդեն հայտնի է ձևակերպել, հասկանալ, լսել մեր քաղաքացիներին հուզող այն հարցերը, այն առաջարկները, խնդիրները, մտահոգությունները, որոնք առկա են Նոյեմբերյան համայնքի մեր բնակիչների կյանքում, դրանք բարձրաձայնել եւ հնչեցնել Տավուշ հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Ես տեղեկացնեմ, որ մենք այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն է, մենք 3 Բերդ քաղաքում էինք, նախորդի Վիջևանում եւ այսպես շարունակ մենք շրջում ենք Տավուշի մարզի համայնքներում, փորձելով հասկանալ այն մտահոգությունների մասին, այն դիտարկումների, խնդիրների մասին, որոնք առկա են մեր համայնքներում, տալ հնարավորություն քաղաքացիներին բարձրաձայնելու դրանք եւ այսօր նոյեմբերյանում նոյեմբերյանցիները, նոյեմբերյան համայնքի բնակավայրերի մեր բնակիչները ունեն բացառիկ հնարավորություն հնչեցնելու այն հարցերը, այն հարցադրումները, կիսվելու իրենց առաջարկներով, պատկերացումներով, որոնք վերաբերում են սոցիալ-տնտեսական, անվտանգային, երիտասարդության զբաղվածության, աշխատանքի, ենթակառուցվածքների եւ հանրային կյանքին վերաբերող ոլորտների վերաբերյալ եւ սա հիշեցնեմ, որ ապաքաղաքական հարթակ է, սա ժողովրդի ձայնի հարթակն է եւ մեր նպատակը քաղաքացիների ձայնը լսելի դարձնելն է, նրանց ձայնը ավելի զորեղացնելը։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի տավուշցիներ, մեզ կարող եք հետևել Տավուշ հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև սոցիալական հարթակներում, Facebook-ում, YouTube-ում եւ tavushmedia.am կայքում։ Մենք բարբերաբար այսօր կտեղեկացնենք մեր հանդիպման կարևորության, մեր հետագա անելիքների մասին, բայց տեղեկացնեմ նաև, որ կարող եք, եթե չեք կարող գալ նոյեմբերյանի քաղաքային այգի, բարձրաձայնել ձեր հարցը, խնդիրը կամ մտահոգությունը, կարող եք մեզ գրել Facebook-ում, YouTube-ում, այս հեռարձակման մեկնաբանություններում եւ մենք անպայման կհնչեցնենք ձեր հարցադրումը։ Մենք այսպես շարունակ փորձում ենք ձևավորել այն պատկերը, թե ինչ իրավիճակ է այսօր մեր մարզի, Տավուշի մարզի համայնքային կյանքում եւ վերջնահարցունքում կունենանք այն խնդիրների, մտահոգությունների եւ առաջարկների համապատկերը, որոնք տեղ կգտնեն նաեւ Տավուշ մեդիայի լրագրողական ստեղծագործական աշխատանքների հիմքում։ Դե Տավուշի խոսափողը բաց է, ազատ է, մեր քաղաքացիները ազատորեն կարող են մոտենալ եւ բարձրաձայնել։ Հորդորում ենք ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, սիրելի քաղաքացիներ, հենց դուք կարող եք բարձրաձայնել ձեր համայնքում, ձեր գյուղում, թաղամասում, մեր մարզում տեղ գտած այն խնդիրը, որը ձեզ մտահոգում է։ Կարիք կա դրա մասին խոսելու։ Դուք եք այդ ձայնը եւ Տավուշի խոսափողը սպասում է հենց ձեր ձայնին։ Ես Սիրանուշ Նամղազարյան, եկել եմ Բերթավանից, ներկայումս աշխատում եմ Բերթավանի գեղագիտական կենտրոնում որպես տնօրեն, նախ ողջունեմ նախագիծը, շնորհակալ եմ Տավուշ TV-ին նման նախագծի համար, հասանելի դարձնելու համար բոլորին, այս պարագայում բոլորը կարող են գալ եւ ներկայացնել խնդիրները, իրենց կարծիքները, իսկ ամբողջական հանրության կարծիքով կարող ենք ունենալ ավելի առաջընթաց, ավելի զարգացած համայնք։ Մի քիչ ներկայացնեմ Բերթավանում մշակութային խնդիրները եւ արված գործերը։ Բերթավանում վերջին շրջանում շատ ենք հենվել մշակութային կյանքի վրա։ Շնորհակալ ենք մեր համայնքի ղեկավարին, ով սիրում է մշակույթը եւ փորձում է զարգացնել համայնքում մշակույթը։ Բերթավանում բացվեցին բավականին մշակութային խմբակներ, զբոսայգի, որտեղ երեխաները ավելի հաճախ կարող են զբաղվել, սակայն խնդիր է զբաղվածությունը։ Շատ քիչ են աշխատատեղերը, որը բնականաբար կապ չունի արդեն մշակույթի հետ։ Մարդիկ շատ են ուզում զբաղվել, աշխատել, կրթվում են, վերադառնում են գյուղ, սակայն աշխատատեղը այդքան էլ չկա, իսկ եղածներն էլ վարձավճարները բավականին քիչ են, որ հնարավոր չէ ապրել։ Բերթավանում նաև վերջին շրջանում կատարվեց ուխտերթ, որ գնացինք դեպի Բերթավան ամրոցի մոտ գտնվող եկեղեցի, այն կիսավեր է, սակայն շատ լավ կլինի, եթե վերանորոգվի, չենք ասում քանդենք, տեղը նորը կառուցենք, պարզապես հինը վերանորոգենք, դառնա օգտագործելի, որպեսզի կարողանանք կրոնին մոտ պահել մեր գյուղը, առավել կարևոր է, քանի որ գտնվում է սահմանին մոտ, թշնամական դիրքերին մոտ, պիտի լինենք մեր կրոնին հավատարիմ, ունենանք մեր աղոթքի վայրը։
Թերևս այսքանը, շնորհակալ եմ կրկին։ Ռուզան Չիլինգարյան, ներկայացնում եմ Բերթավանի գեղագիտական կենտրոնը։ Կարող եմ ասել, որ մեզ մոտ գյուղում մշակութային կյանքը փորձում ենք բավականին ակտիվ պահել, կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ, թե տեղական մակարդակում, թե դրսից եկած խմբերի հետ։ Սակայն որպես խնդիր ուզում եմ նշել գյուղում եկեղեցի չլինելու հանգամանքը։ Օրերս ուխտերթ էին կազմակերպել Սուրբ Նշան եկեղեցի, որը խոնարհված եկեղեցի է եւ կարիք ունի վերականգնման, օգտագործելով Տավուշ TV-ի հարթակը կուզենայի կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարության ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա, որ գյուղում եկեղեցի չկա եւ մարդիկ իրենց եկեղեցական ծառայությունները ստանալու նպատակով օգտվում են Հարևան գյուղից կամ Նոյեմբերյանից, սակայն գյուղը այժմ բավականին մեծ է եւ մեծանում է, օրեցօր անհրաժեշտություն կա, որ գյուղը ունենա իր սեփական եկեղեցին, որպեսզի մկրտությունները, պսակադրությունները եւ այլ արարողությունները կարողանան կազմակերպել գյուղում։ Որպես խնդիր կարող եմ նաև նշել այն հանգամանքը, որ շատ երիտասարդներ չեն վերադառնում գյուղ, քանի որ աշխատատեղերի պակաս կա։ Մնացած առումով փորձում ենք մշակութային կյանքը ակտիվ եւ ռիթմի մեջ պահել, սակայն ունենք մարդկային ռեսուրսի խնդիր, մարդիկ քիչ են գյուղում, երիտասարդներն են քիչ։ Շնորհակալություն։ Սիրելի քաղաքացիներ, հնչեցին երիտասարդությանը վերաբերելի հարցեր, խնդիրներ բարձրաձայնվեցին։ Սիրելի երիտասարդներ, մենք վստահ ենք, որ նոյեմբերյան համայնքի մեր երիտասարդները ասելիք ունեն, սա հերթական լավ հնարավորությունն է ձեզ համար, որպեսզի գաք, նաև մասնակիցը դառնալով համայնքային կյանքի գործընթացներին բարձրաձայնեք ձեր կյանքում առկա խնդիրները, ձեր բնակավայրում առկա խնդիրները, որոնք խանգարում են ձեզ մասնակիցը դառնալ մեր մարզում համայնքում տեղի ունեցող գործընթացներին եւ ինչ որ առումով նաև խանգարում են ձեզ ստեղծագործել, արարել, աշխատել ձեր իսկ համայնքում։ Մենք սպասում ենք ձեզ, ձեր ձայնը շատ կարևոր է մեզ համար։ Բարև ձեզ, ես Անահիտն եմ, ապրում եմ Բերթավանում, ծնվել, մեծացել եւ այսպես երկար տարիներ երբեք բնակավայրս չեմ փոխել։ Եվ աշխատանքի բերումով եւ իմ ցանկությամբ շատ եմ շփվում մարդկանց հետ, ու ինչ եմ տեսնում, որ մեր համայնքում ապրելը ուղղակի հետաքրքիր, գրավիչ եւ շատ կարևոր ձեռքբերում է ապրել այսպիսի բնության մեջ, ապրել այսպիսի բնակլիմայական պայմաններում, իսկ ինչ վերաբերվում է խնդիրներին, ես ավելի շատ ուշադրություն եմ դարձնում համայնքային խնդիրների վրա, որոնք իհարկե տարբեր մարդկանց համար, տարբեր տարիքային խմբերի համար տարբեր բնույթ են կրում։ Համենայն դեպս, ինչքան էլ խնդիրը մեծ լինի, խնդիրը յուրաքանչյուր անձի մեջ եմ համարում։ Այսինքն, եթե չկախված տարիքից յուրաքանչյուրս պատրաստ լինենք ամեն վայրկյան կրթվելու, ամեն վայրկյան իրազեկվելու, քանի որ այսօր տեղեկատվական դաշտը այնքան լայն է, հնարավորությունները այնքան մեծ են, ճանապարհները այնքան բաց են, կարծում եմ, որ անձը ինքը կարող է նույնիսկ մեծ գլոբալ խնդիրներ լուծել, կապված աշխատանքի հետ, կապված կրթության հետ, կապված ձեռքբերումների կամ նպատակների իրականացման, այդ առումով ես լավատես եմ, ուղղակի կոչ կանեմ մեր բնակիչներին էլ ավելի կրթվել ամեն օր, սովորել ամեն օր, իրազեկվել ամեն օր, իհարկե օգտվել լավագույն աղբյուրներից, օգտակար աղբյուրներից, որը այսօր փառք Աստծո կան։ Եվ գտնում եմ, որ ուղղակի մեր համայնքում նորից չկրկնվեմ, բայց
շեշտեմ, որ մեր համայնքում ապրելը հիասքանչ է։ Ինչ վերաբերում է երիտասարդներին, իմ ամենասիրած թեման է, որտեղ երիտասարդները իմ լավագույն բարեկամներն են։ Երիտասարդների համար բնականաբար, եթե հարցնենք իրենց, քանի որ իրենց հետ շատ եմ շփվում, իրենք անպայման կասեն, որ մենք ունենանք աշխատանք, անպայման հետ կգանք, անպայման այստեղ կլինենք, բայց այսօր կարծում եմ այդ խնդիրն էլ է այսպես սկսում լուծվել, չի ասի ամբողջությամբ, բայց սկսում է լուծվել, երբ որ երիտասարդները կարող են on-line աշխատանք ունենալ եւ ապրել այստեղ, կարող են այլ աշխատանք փնտրելու լավագույն ճանապարհները գտնել եւ իրենց ծնողների մոտ մնալ կամ առանձին ապրել, պես համայնքում նոր տներ են կառուցվում, հնարավորություն կա նոր բնակարաններ ունենալու, այսինքն համայնքում կարող են ապրել երիտասարդները եւ նաեւ մեր երիտասարդներ, երբ որ սրանի 4 տարի առաջ մենք հանդիպում էինք, անդադ իրենք անպայման շեշտում էին երիտասարդական միջավայրերի արկայության մասին, որպիսի կարողանան այնտեղ հանդիպումներ ունենալ։ Փառք Աստծո, մենք այսօր ունենք եւ Նոյեմբերյան քաղաքում լավագույն երիտասարդական կենտրոն եւ նաեւ մեր մի շարք բնակավայրերում ունենք երիտասարդական տարածքներ եւ կենտրոններ, որտեղ երեխաները, երիտասարդները կարողանում են հանդիպել, ծրագրեր անել, նախագծեր քննարկել եւ արդյունավետ ժամանակ անցկացնել, ինչպես նաեւ օգտվել հաճախակի կազմակերպվող ուսուցողական սեմինարներից, այսքանը։ Բարև ձեզ, ես Արմենու Հիծատուրյանն եմ, Իգնատ Մամյանի թանգարանի պատասխանատուն, դասախոսական երկար աշխատանքից հետո վերադարձել եմ հայրենիք եւ իմ կյանքը նվիրել եմ մեր գյուղի, մեր շրջանի, մեր համայնքի ստեղծագործական մշակութային աշխատանքներին։ Վերջերս փետրվար ամսին մենք գրադարանների միավորում ունեցանք, շրջանի 11 գրադարաններ միավորվել են Իգնատ Մամյանի անվան համայնքային գրադարանի հարկի տակ։ Իհարկե 21-րդ դարի գրադարանը վաղուց արդեն գրապահոտ չէ եւ միայն գիրք տալու եւ գիրք վերցնելու տեղ չէ եւ պետք է անշուշտ քայլի տեղեկատվական տեխնոլոգիաների համահունչ, բայց այս առումով մենք շատ աղքատիկ վիճակում ենք։ Իհարկե համայնքապետարանը վերազինել է համայնքային գրադարանը 2-3 համակարգիչ, տպիչ, բայց միավորված այդ 11 գրադարաններում շատ ահավոր վիճակ է։ Մենք ունենք նաև մի բաց, որ այսօրվա գրադարանավարները շատերը չեն տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին, չեն տիրապետում համակարգիչներին եւ թվայնացման այս դարում, երբ բոլոր գրադարանները գնում են դեպի թվայնացում, շատ հաճելի կլիներ, որ վերևից կառավարությունից մենք ունենայինք այնպիսի հոսք դեպի շրջանները, դեպի սահմանային գոտիները, որը այնտեղ կարողանային վերապատրաստեին կադրեր։ Պահանջում են թվայնացնել գրքային ֆոնդը, մենք ունենք 40,000 կտոր գիրք, հիմա թվայնացնում ենք, բայց դա միայն համայնքային գրադարանում, իսկ մնացածները, որ գաղափար չունեն այդ մասին, շատ քչերը գիտեն համակարգիչ, շատ տխուր է վիճակը։ Ես կուզենայի, որ սա լիներ այս ամենը գնար պետական հոգացության ներքո եւ պետականորեն լուծվեր այս հարցը։ Գիտեք ինչումն է հարցը, գրադարանը հիմա շատ ակտիվ գործում է, մշակութային միջոցառումներ, ստեղծագործական միջոցառումներ, գրողների հոբելյաններ, նշվում է, հանդիպումներ գրողների հետ, բայց դա քիչ է, պետք է ունենանք բացարձակ եւ կարողանանք կազմակերպել այս խնդիրները։ Մեր նորանշանակ տնօրենը հայտարարություն տարածեց, որ ընթերցանության խմբակներ ստեղծվի եւ այդ խմբակներում ներառվի միջին եւ բարձր դասարանի աշակերտները։ Կազմակերպել ենք նաեւ հայոց լեզվի ուսուցման անվճար դասընթացներ, որպեսզի գրագիտությունը բարձրանա,
Բայց այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների հոսքի պայմաններում, երբ ամեն ժամ փոփոխվում է եւ անգամ մեզ օգնության է եկել արհեստական բանականությունը, ես կուզենայի, որ պետական հոգացություն լիներ վերևից կառավարվող եւ բոլոր համայնքային, մարզային, բոլոր գրադարաններին ուշադրություն դարձվեր այս առումով։ Ինչու՞ չէ, մի ժամանակ մանկավարժներին ուղարկում էին սահմանային գոտի, որ աշխատեն, իրենց պրակտիկան անցկացնեն այնտեղ, բայց հետագայում աշխատանք գտնելու երաշխիքով։ Իսկ ինչու ոչ գրադարանավարները։ Ինձ թվում է, սա կարելի է կազմակերպել մանկավարժական համալսարանի գրադարանագիտության ֆակուլտետի հետ միասին։ Ինչու կարելի է ուսանողին վճարել, թեկուզ վճարել, որպեսզի կրթաթոշակ սահմանել, որպեսզի գնան սահմանային գոտի եւ իրենց աշխատանքները իրականացնեն։ Հիմա շատ մեր այս միավորումից հետո մենք բավականին շատ նոր գրականություն ենք ստացել եւ նոր թարգմանություններով, նոր տպագրությամբ պիտի որ բոլորս տեղյակ լինենք, որ հիմա հրաշալի թարգմանություններ կան եւ տպագրությունը այնպիսի բարձր որակ ունի, որ երիտասարդությունը մի շատ գեղեցիկ հոսք է գալիս հիմա գրադարան, մեր երիտասարդները ակտիվորեն ընթերցում են եւ վերջերս հյուր ընդունեցինք Աշոտ Աղաբաբյանին, կարդինալն էին կարդացել, շատ հետարքի, շատ լավ միջոցառում անցկացրեցինք։ Ես շատ գոհ ու շնորհակալ եմ մեր երիտասարդությունից, բայց նաև կարող եմ ասել նախագծային աշխատանքներ ենք անում բարձր դասարանի աշակերտների հետ, գալիս են մեր գրադարան նախագծային աշխատանքների, բայց ցավով պիտի նշեմ, որ տղաները մի քիչ պասիվ են։ Չգիտեմ ինչով է պայմանավորված դա, ուսուցիչներին մենք խնդրեցինք, որ ավելի ակտիվացնեն իրենց, աղջիկները լավ արտահայտվում էին այդպես, բայց իրենք մի տեսակ կաշկանդված էին, բայց կարդում են եւ շատ հրաշալի, օրինակ վերջերս շատ մեծ հաճույքով կարդացել են Ռեմարկի 3 ընկերը եւ նույնիսկ արդեն մտածում ենք քննարկումներ անցկացնենք։ Ուրիշ ինչ ասեմ, մեր երիտասարդությանը պետք է նաև համակարգչային տեխնոլոգիաներ։ Գիտեք, ես մի բան եմ մտածում, որ դա հենց այնպես չի լինի։ Համայնքապետարանը եւ մշակույթի կենտրոնը իրենց հնարավորության սահմաններում օգնում են գրադարանին, բայց դա քիչ է։ Պիտի լինի պետական մոտեցում, պիտի լինի ուրեմն ժամանակակից գրադարանի ուրեմն մոդել, որպեսզի կարողանան վերևից իրենք կազմակերպեն այդ ամեն ինչը։ Առաջ գրապալատ գոյություն ուներ, գրապալատը համակարգում էր այդ աշխատանքը եւ գրքերի հոսքը կազմակերպում էին բոլոր գրադարաններին ուղարկում էին, իսկ հիմա դա բացակայում է եւ մենք ստիպված գրադարանից գնում ենք այդ գրքերը մեր սեփական միջոցներով, բայց դա քիչ է, ֆինանսավորում պիտի լինի գրադարաններին, որպեսզի կարողանանք մենք աճենք, կարողանանք առաջ գնալ։ Շնորհակալ եմ, ես ուզում եմ նաև ողջունել ձեր ծրագիրը, շատ այդպես խանդավառվեցի, որ այսպիսի նախաձեռնություն է եւ կուզեմ, որ հաճախակի գաք, երիտասարդներին ակտիվացնեք, բոլորը կարողանան։ Ես հիմա նայում եմ, մենք ունենք այստեղ երիտասարդներ, որ շատ էնտուզիազմով եկել են, որպեսզի կարողանան ձեր ծրագրին մասնակցել։ Հուսով եմ, որ մեր խնդրանքը կհասցնեք վերևներին։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն արժեքավոր փորձի, գնահատականի եւ բարձրաձայնած հարցերի համար, դրանք իսկապես կարեւոր են։ Ընդհանրապես համայնքային կյանքում գրադարանները մշակութային, կրթամշակութային կառույցների անխափան եւ բարենպաստ գործունեությունը մեր երիտասարդների աշխուժացման, երիտասարդների մատաղ սերնդի դաստիարակության կյանքում անչափ կարեւոր են։
անպայմանորեն խոստանում ենք ձեր, ինչպես նաև մեր բոլոր քաղաքացիների հարցադրումները եւ տեղ կգտնեն մեր հաղորդումների, մեր ռեպորտաժների, ստեղծագործական աշխատանքների ընթացքում, ինչպես նաև կբարձրաձայնեն եւ կհասցեագրվեն համապատասխան կառույցներին։ Ես տեղեկացնեմ, խոսք գնաց երիտասարդության մասին, Տավուշ մեդիան Տավուշի մարզում գործող այն եզակի կառույցներից է, որ ունի բացառապես տեղական համայնքներից ձևավորված թիմ, որը նաև երիտասարդ թիմ է։ Մեր հեռուստաընկերության աշխատակիցներին, որոնցից շատերին դուք ճանաչում եք, գիտեք, մտերիմ ու հարազատ եք դարձել, երիտասարդներ են, բոլորը տավուշցիներ են եւ նաեւ այս առումով մեզ համար շատ կարեւոր է զարգ տալ, զորեղացնել մեր տավուշցի երիտասարդներին, ինչն էլ անում ենք, փորձում ենք անել եւ շնորհակալ ենք այս ճանապարհին մեր կողքին կանգնող բոլոր մեր գործընկերներին եւ աջակիցներին։ Ողջունում եմ բոլորին, ես Մարիետա Մարտիրոսյանն եմ, ուսանող եմ եւ Երևանում շփվելով տարբեր մարզերից ու համայնքներից մարդկանց հետ հասկացել եմ, որ մեր մարզը եւ հատկապես մեր համայնքը բավականին զարգացած է։ Նկատվում է կրթության եւ մշակութային բարձր մակարդակ ի տարբերություն մնացած մարզերի։ Նշելով դրանք կարող եմ նշել նաեւ համայնքի խնդիրները, որոնք անշուշտ շատ կարեւոր են։ Առաջինը, որ ուզում եմ նշել, տրանսպորտի խնդիրն է, որն առկա է մեր համայնքում եւ շատ արդիական է։ Դեպի Բաղանից, Ջուջևան, Ոսկեվան գյուղեր գործում է ընդամենը մեկ տրանսպորտ, որը անհարմարություն է պատճառում բնակիչներին։ Եվ նաև տեղյակ եմ Բաղանիս գյուղի մշակութային կյանքի խնդրի մասին, ինձ փոխանցել են, որ գյուղում առկա է մշակութային երիտասարդական կենտրոնի բացակայություն, որն էլ խոչընդոտում է երիտասարդների ակտիվ կյանքին։ Շնորհակալ եմ նմանատիպ նախաձեռնության համար եւ որպես համայնքի երիտասարդ կարծում եմ, որ նմանատիպ նախաձեռնությունները պետք է շատ լինեն, պետք է բարձրաձայնեն խնդիրները, որպեսզի համապատասխան լուծում ստանան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Մարիետա, դուք նշեցիք, որ ուսանող եք, որտեղ եք սովորում եւ արդյոք եթե դրսում եք սովորում, արդյոք պատրաստվում եք վերադառնալ համայնք։ Շնորհակալ եմ, ես սովորում եմ Երևանի Պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետում եւ անշուշտ նախատեսում եմ վերադառնալ իմ համայնք։ Իսկ մեկ այն նախադրյալները, որ համայնքում երիտասարդները կարող են ուսումից հետո վերադառնալ եւ ապրել համայնքում։ Ուզում եմ նշել, որ նախկինում առկա չէր, սակայն հիմա Տավուշ TV եւ Տավուշ մեդիայի նախաձեռնությամբ հայո նախադրյալներ անպայման առկա են եւ ինձ թվում է կարող ենք այստեղ ապագա շարունակել այս ոլորտում։ Շնորհակալություն։ Սիրելի քաղաքացիներ, ես տեղեկացնեմ եւ նաեւ հիշեցնեմ, որ այս պահին Տավուշ հեռուստաընկերության թիմում առկա են թափուր հաստիկներ, ինչպես մեր քաղաքացին երիտասարդը նշեց, մենք որպես մարզային տեղական հեռուստաընկերություն ստեղծում ենք նաեւ նախադրյալներ մարզում լրագրության զարգացման համար եւ այս պահին էլ ունենք 3 ազատ հաստիկներ, այնպես որ եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, կարող եք այցելել Տավուշ մեդիայի կայք, ծանոթանալ հայտարարության տեքստին եւ համապատասխանելու դեպքում դիմեք եւ միանաք Տավուշ մեդիայի թիմին։ Ես Փառանձեմ Խանգելդյանն եմ, աշխատում եմ Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզում որպես տնօրեն եւ բնականաբար պետք է խոսեմ իմ ոլորտի խնդիրներից եւ մեզ մանկավարժներից անհանգստացնող վերջին տարիների մարտահրավերներից։ Այս լարվածության ֆոնին ես ուզում եմ խոսել երեխաների մասին, որովհետեւ իրենք մեր կյանքի իմաստն են եւ մեր ներկան են ու ապագան, բայց ներկայումս շատ մեծ խնդիրներ են ընտանիքներում, որովհետեւ կրթությունը ոչ թե սկսվում է մանկապարտեզից, այլ հենց ընտանիքից, ընտանեկան արժեքներից եւ շատ կարեւոր է մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների հզորացումը, որպես ծնող իրենց կայացումը, որպեսզի երեխաները արդեն ընտանիքում ունենան բավարար կարգուկանոնի մեջ լինելու ճիշտ դասերակվելու հնարավորություններ։ Այսօրվա խնդիրները շատ են եւ ամենաշատ անհանգստացնում է երեխաներին ավելի շատ թվային տեխնոլոգիաներին ամրացնելը ծնողների կողմից եւ դա մենք նկատում ենք հենց մանկապարտեզում, երբ որ երեխաներին բերում են առանց խոսքային ուրեմն ակտիվության, երեխաները կամ հնչյուններ են ասում օտարերկրյա լեզուներից կամ ընդհանրապես չեն խոսում։ Դա ակնհայտ է եւ վերջին տարիներին շատ ավելի շատացել են այդպիսի դեպքերը։ Բոլոր նախադպրոցական ոլորտից սկսած դպրոցական եւ մնացած կրթական համակարգի բոլոր փուլերում շատ կարեւոր է կրթությունը, բայց կարծում եմ որ պետք է մենք սկսենք արդեն ծնողների հետ ավելի լավ աշխատել, ավելի թիրախային աշխատել
որովհետև էլի եմ ասում, ամեն ինչ թողնել մանկապարտեզի կամ դպրոցի վրա եւ բոլոր հույսերը կապել մանկապարտեզի եւ դպրոցի հետ, այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ մենք միշտ պետք է համագործակցենք, հզորացնենք միմյանց, խնդիրներ լուծենք միասնաբար եւ մեծացնենք ուժեղ անհատներ, ինքնուրույն անհատներ, ինչը շատ կարեւոր է ներկայիս պայմաններում դիմակայելու տարբեր մարտահրավերների, ինքնուրույն որոշումներ կայացնելու, մենք այսօր խոսում ենք կարողունակությունների մասին, շատ լավ է, որ մոտավորապես նախադպրոցական ոլորտում նախատեսված են 9 կարողունակություններ, բայց մենք տարիներ շարունակ կենտրոնացել ենք ընդամենը մի քանիսի վրա եւ երեխան ներդաշնակ չի մեծացել։ Այսօր պետք է կարևորենք եւ իրենց սոցիալական զարգացումը եւ շարժունակությունը եւ ստեղծագործականությունը եւ ամեն ինչ լավ կլինի։ Երեխաները իրենք են թելադրում, թե ինչ են ուզում, ուղղակի մեր մանկավարժների միսիան այն է, որ մենք կարողանանք բացահայտել իրենց ներուժը ինչքան հնարավոր է եւ փոխանցել դպրոցին արդեն կայացած ինքնուրույն երեխաներ։ Եվ նաեւ կուզեի անդրադառնալ որոշումներ կայացնելու մակարդակում առաջացած որոշակի դժվարությունների հետ, տեսեք յուրաքանչյուր ոլորտի առաջնային օղակներում մարդիկ աշխատում են, օրինակ մանկապարտեզի աշխատակազմը աշխատում է եւ խնդիրները ամեն օր է տեսնում, բայց երբեմն որոշումներ են կայացվում առանց մեր հետ խորհրդակցելու, առանց այն մարդկանց հետ խորհրդակցելու, ովքեր ամեն օր առավոտից երեկո երեխաների հետ են եւ արդյունքում ստացվում են այնպիսի փաստաթղթեր, որ հրապարակելուց հետո արդեն կարիք կա փոփոխելու։ Դրա համար կարծում եմ, որ կրթության քաղաքականություն մշակողները պետք է մի քիչ ավելի ակտիվ աշխատեն կոնկրետ կրթօջախների հետ, մանկավարժների հետ խորհրդակցեն, որովհետև նույնիսկ ես որպես տնօրեն ամեն օր մտնում եմ իմ աշխատասենյակ, բայց երեխային ամեն օր հանդիպում է դասյարակը եւ ինքն է արձանագրում այդ բոլոր խնդիրները։ Դրա համար պետք է գործի թիմ, մենք այդ խնդիրները պետք է բարձրաձայնենք, բայց նաև մեզ պետք է լսող լինի։ Ծնողական կրթությունը մեր աշխատանքի կարելի ասել 50%-ն է եւ դա մշտական գործընթաց է։ Ոչ թե մեկ անգամյա ինչ որ միջոցառում արեցինք եւ անցանք առաջ, չէ, դա շատ ներդաշնակ պետք է ընթանա, ցանկացած խնդիր, որ առաջանում է մեր եւ ծնողների մեջ, մենք անպայման պետք է քննարկենք միասին գտնենք լուծումները եւ փորձը ցույց է տվել, որ վերջին ժամանակներում նաեւ քանի որ ես որպես պետական վերապատրաստումների արդեն երկար տարիների փորձ ունեցող, այստեղ միայն ծնողները չեն պատասխանատու են նաեւ դասերակները իրենց որական հատկանիշներով, սովորելու ցանկությամբ։ Մեր աշխատանքը այնպիսի աշխատանք է, որ պետք է 24 ժամ դու մանկավարժ լինես եւ չկա այսպիսի իրավիճակ, որ ասես վերջ, ես ամեն ինչ գիտեմ, ես այլևս սովորելու բան չունեմ։ Տարբեր խմբեր են գալիս, տարբեր ծնողական համայնքներ եւ յուրաքանչյուրի հետ յուրահատուկ էլի թիրախային աշխատանք է պետք եւ մենք փորձում ենք նախ մեր առօրյայից հանել ենք այդ տաժանակիր հանդեսները, որոնց վրա գնում է երկար ժամանակ, խլում են երեխաների ուրեմն զբոսանքի, հանգստի հնարավորությունները եւ ինչ որ չգիտեմ չեմ հասկանում նպատակը թե ինչու են դեռևս որոշ մանկապարտեզներ գնում այդ ճանապարհով, որ տենց ուղղակի ճոխ հանդեսներ պետք է անեն։ Մենք դա վերացրել ենք, մենք ունենք տարին 2 անգամ թեմատիկ ամփոփումներ, դրանք խաղային նոր առաջադրանքների ձևերով այն թեմաների ամփոփումներն են, որը երեխաները անցել են տվյալ ժամանակահատվածում եւ ամենակարևորը այդ ամբողջ process-ին ներկա են ծնողները, որովհետեւ գիտեք, ծնողները երբեմն շատ մեծ ակնկալիքներ ունեն եւ դա շատ բնական է եւ իրենք կարծում են, որ իրենց երեխան ամենալավն է։ Դա իհարկե այդպես է, բայց բոլորս ունենք տարբեր կարողություններ, տարբեր ընդունակություններ, երբ որ ծնողները գալիս են եւ մասնակցում են այդ ծնողական ուրեմն ակտիվ մասնակցության, ակտիվ ձևաչափով թեմատիկ ամփոփումներին, դրանք տեսնում են, որ իրենց երեխան հնարավոր է, որ շարժողական ոլորտում այդքան ակտիվ չի, բայց իմացական ոլորտում է ակտիվ եւ դա սարսափելի ոչ մի բան չկա դրա մեջ, որովհետեւ երեխաները
ունեն բազմազան հնարավորություններ, դեռ մենք բացահայտելու ենք։ Ու երբ որ ծնողը արդեն տեսնում է մեր աշխատանքը եւ արժեվում է նաեւ իր մասնակցությունը, ահագին փոփոխություններ են լինում։ Իսկ երբ որ անդադ մենք պահանջատիրոջ դիրքում ենք հանդես գալիս, մենք պետք է հզորանանք։ Իսկ ինչպես ենք հզորանալու։ Այդ սկսելու ենք ընտանիքից, մանկապարտեզից եւ կրթական համակարգի մյուս օղակներից եւ չկան անխորտակելի բերդեր, ինչպես Նժդեհն էր ասում, բոլոր բերդերը կառուցվում են գրավելու համար։ Ուրեմն մենք պետք է ուժեղ լինենք եւ հզորացնենք այս մեր հրաշք, սիրուն, պայծառ, լուսավոր եւ աշխարհի ամենագեղեցիկ երկիրը՝ մեր Հայաստանը։ Սիրելի քաղաքացիներ, մենք շարունակում ենք աշխատանքը ուղիղ եթերում։ Ես հիշեցնեմ, որ Տավուշն է խոսում ժողովրդական խոսափող նախաձեռնության շրջանակում։ Այսօր Տավուշ մեդիայի թիմը հունիսի 4-ին գտնվում է Նոյեմբերյան համայնքում։ Նոյեմբերյանցիները ազատ են գալ բարձրաձայնելու իրենց համայնքում, իրենց բնակավայրում առկա խնդիրների մասին։ Մենք պատրաստ ենք լսելու ձեր բարձրաձայնված խոսքը, լսելի դարձնելու ձեր ձայնը։ Դրանք կլինեն սոցիալ-տնտեսական մարտահրավերների վերաբերյալ խնդիրներ, կլինեն կրթության, մշակույթի, առողջապահության, երիտասարդության, զբաղվածության, ենթակառուցվածքների, ճանապարհների վերաբերյալ հարցադրումներ, բոլոր տեսակի հարցերը այստեղ կարող եք բարձրաձայնել եւ կիսվել նաեւ ապագային միտված ձեր առաջարկներով։ Մեզ նաեւ կարող եք գրել սոցիալական հարթակներում, արդեն իսկ կան քաղաքացիներ, ովքեր գրել են մեզ, մենք իհարկե դրա ընթացքում այդ մասին կբարձրաձայնենք, կներկայացնենք նաեւ մեզ ուղարկված նամակները, բայց դուք կարող եք եւս գալ այստեղ առաջիկա ժամերի ընթացքում մենք գտնվելու ենք Նոյեմբերյանի քաղաքային զբոսայգում։ Բարև ձեզ, ես Կարեն Անանյանն եմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից։ Ինչպես բոլորս գիտենք, Տավուշի մարզը իր տեսակով եւ ցակումով տարբերվում է մնացած մարզերից իր գեղատեսիլ բնությամբ, իր պատմամշակութային կոթողներով ու ինչումն է խնդիրը։ Կցանկանայի, որ հենց մեր քաղաքում Նոյեմբերյանում ստեղծվեր ինչ որակում կամ խմբակ, որտեղ կզարգանար կամ կազմակերպվեր տարբեր սեմինարներ, տուրեր, որպեսզի երիտասարդությունն ավելի լավ իմանա իր քաղաքի, իր մարզի, իր երկրի գեղատեսիլ բնությունը, պատմամշակութային կոթողների պատմությունները։ Այս ամենից զատ կցանկանայի, որ նաև զարգանար մեր մոտ աղբահանությունը, քանի որ տուրերի եւ ուխտագնացությունների մեջ ավելի շատ տեղ է զբաղեցնում աղբահանությունը եւ քանի որ աղբահանություն տեղի ունենում մեր քաղաքում, դա ավելի շատ ձեռ է տալիս զարգանալ եւ առաջ գնալ։ Կարեն, դուք քանի տարեկան եք։ 16։ Իսկ որպես արդեն երիտասարդ, դուք մասնակից եք դնում ձեր համայնքում կազմակերպվող միջոցառումներին, Այո։ Ինչքան որ կազմակերպվում է, ես իմ, այսպես ասած, կարողության չափով մասնակցում եմ, օգնում եմ այդ խմբակների տուրերի առաջխաղացմանը։ Սիրելի երիտասարդներ, ես հիշեցնեմ առիթից օգտվելով, քանի որ խոսք գնաց երիտասարդների մասին, Տավուշ մեդիայի եւ արտակարգ ալիք տեղեկատվական հասարակական կազմակերպության երիտասարդ Տավուշ նախաձեռնության մասին 2023 թվականին մենք նախաձեռնեցինք երիտասարդության զորեղացմանը, նրանց աշխուժացմանը եւ երիտասարդների ներգրավմանը բովանդակության մեր աշխատանքներում ներգրավելու հարցը կարևորելով ստեղծեցինք մի նախագիծ, մի հարթակ երիտասարդ Տավուշ հարթակը, որտեղ ձևավորեցինք երիտասարդների համար անհրաժեշտ այն բոլոր տեղեկատվական հարթակները, որոնց հետևելով, որոնց մասնակիցը դառնալով երիտասարդները կարող են ավելի ակտիվ լինել, ավելի իրազեկված եւ հետեւաբար նաեւ ավելի պաշտպանված։ Մեր կայքում tavushmedia.am կայքում երիտասարդ Տավուշ բաժնում դուք կարող եք իմանալ Տավուշի մարզում երիտասարդական վերջին իրադարձությունների մասին, իմանալ ձեզ տրվող, ձեզ հասանելիք ծրագրերի հնարավորությունների մասին։ Ինչպես նաև մասնակից լինել մեր աշխատանքում, Տավուշ մեդիայի աշխատանքներում երիտասարդական լրահոսի ստեղծման գործընթացներին, բացի այդ մենք հասցեագրեցինք, մենք հավաքագրեցինք, քարտեզագրեցինք Տավուշի մարզում գործող եւ երիտասարդների համար, երիտասարդների ներգրավմամբ աշխատող հասարակական կառույցներին, պետական, համայնքային կազմակերպությունների
Համապատասխան բաժինների կոնտակտները եւ նրանց մասին անհրաժեշտ տեղեկություններ զետեղեցինք այնտեղ, որտեղ երիտասարդները կարող են իմանալ իրենց իսկ համայնքում գործող երիտասարդական կառույցների մասին եւ մասնակիցը լինել այդ աշխատանքներին, ծրագրերին, նախաձեռնություններին։ Նաև ունենք հարթակ, որտեղ կարող են երիտասարդները բարձրաձայնել խնդիրներ, հարցադրումներ, նաև անանուն ձևաչափով, որը մենք պարբերաբար թարմացնում եւ ներկայացնում ենք որպես Տավուշի մարզի երիտասարդներին հուզող խնդիրների համապատկեր։ Բարև ձեզ, ես Դիանա Նեմանանյան, Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի մանկապատանեկան թատերախմբի գեղարվեստական ղեկավարը, մասնագիտությամբ ռեժիսոր։ Պիտի սկզբից խոսեմ շատ լավ բաների մասին, դա հետևյալն է. դպրոցական տարիներին, երբ Նոյեմբերյանում կազմակերպում էինք տարբեր միջոցառումներ եւ երբ այժմ կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ երիտասարդների հետ, շատ մեծ է այժմ երիտասարդների ակտիվությունը եւ շատ մեծ է երիտասարդների նախաձեռնողականությունը։ Ինչով է սա պայմանավորված, որովհետեւ այն նոյեմբերյանը, որը ես թողել էի իմ ուսանողական տարիներից առաջ, եւ այն նոյեմբերյանը, որը ես տեսնում եմ այսօր, խիստ տարբեր քաղաքներ են, տարբեր մտածողությամբ եւ տարբեր, կարող եմ ասել, երիտասարդների կրեատիվ մտքով եւ նախաձեռնողականությամբ։ Ինչպես մենք կարող ենք ունենալ զարգացած եւ հիանալի համայնք, կարող ենք ունենալ հիանալի եւ զարգացած երիտասարդներով, որովհետեւ ցանկացած հասարակության մեջ շարժիչ ուժը միշտ երիտասարդությունն է։ Այն երիտասարդները, ովքեր ունեն առաջարկներ, ովքեր ունեն նոր ծրագրեր ու գաղափարներ։ Եթե իմ դպրոցական տարիներին կարելի ասել բոլոր անգամ թիմային աշխատանքներում ես մենակ էի կամ շատ քիչ էին ցանկացող դպրոցականները, ապա այժմ ընդհակառակը հենց դպրոցահասակ երեխաներն են ամենանախաձեռնողը եւ ամենաշատ առաջարկություններով եւ ծրագրերով հանդես եկողները։ Մենք էլ մեր հերթին նրանց օգնում ենք։ Նույն մեր մանկապատանեկան թատերախմբում երեխաները այնքան ակտիվ են եւ այնքան շատ հարցերում իրենք են առաջարկներ ներկայացնում, որ չես կարող այդ ծրագրերը չընդունել եւ չես կարող իրենց հետ հաճույքով չաշխատել։ Եվ կարծում եմ, որ կայուն եւ հիանալի զարգացած համայնք ստեղծվում է հենց այդ երիտասարդների, նաեւ երեխաների մեծ ուժով։ Այսպիսի մի հիանալի բան եմ նկատում, շատ աճել է այս ժամանակահատվածում երեխաների, երիտասարդների, դեռահասների ընթերցասիրության մակարդակը։ Եթե տարիներ առաջ դպրոցահասակ երեխաները պարզապես կարդում էին ծրագրային գործերը, ապա այժմ անչափ հետաքրքրված են ժամանակակից արտասահմանյան գրականությամբ եւ մեզ մոտ նույնպես պիեսներ երբ բեմադրում են երեխաների մեջ շատ եմ կարեւորում հենց այդ ընթերցասիրությունը, որն էլ հենց կրեատիվ մտածողության, ստեղծագործականության եւ նախաձեռնողականության առաջնային գրավականն է։ Այն խնդիրները, որոնց մասին ես կցանկանամ խոսել, կապված են, այսպես ասած, այն բացերի հետ, որոնք այս հիանալի, այս զարգացած շարժիչ ուժին երբեմն խանգարում են։ Առաջնահերթ պիտի խոսենք իհարկե բնապահպանության մասին, որովհետև ինչով է հայտնի նոյեմբերյանը իր հիասքանչ բնությամբ եւ որն է խնդիրը, որ այդ հիասքանչ բնությունը չեն կարողանում ավելի բարձր ներկայացնել, իհարկե այն, որ անտառներում շատ հաճախակի կարիք կա բնապահպանությամբ զբաղվելու եւ ինչու ոչ մարդկանց ներարկելու այն պատասխանատվությունը, որ ամեն անգամ երբ գտնվում ենք անտառներում բաց գոտիներում, պարտադիր պատասխանատու լինենք այդ բնության հանդեպ։ Մնացածը ես կարող եմ նշել, որ ունենք հիանալի համայնք, ունենք հիանալի երիտասարդություն, ում հետ ավելի շատ աշխատելու եւ ավելի շատ ծրագրեր իրականացնելու արդյունքում զարգացումը անխուսափելի է եւ հաճելի կերպով։ Նաեւ այս նախաձեռնության համար անչափ շնորհակալ ենք մեզ արդեն հարազատ դարձած Տավուշ TV-ին, Տավուշ հեռուստաընկերությանը։ Գիտեք, ոչ այնքան հենց աղբահանությունը, այսպես ասենք, գերատեսուչ մարմինների կողմից, որքան մարդկանց անհատների կողմից։ Այսպիսի մի օրինակ բերեմ նաև օգտվելով առիթից։ Գերմանիայում մի ընկերուհի ունեմ, ով այսպիսի մի հետաքրքիր համեմատություն տարավ Երևանում ձյուն մաքրող մեքենաների եւ Գերմանիայում ձյուն մաքրող մեքենաների եւ մարդկանց վերաբերմունքի հետ կապված, երբ մենք հաճախ մեր երկրում բողոքում ենք, որ այդ մեքենաները ժամանակին չեն գալիս եւ ձյունը գալիս լցվում է եւ մարդիկ չեն կարողանում տեղաշարժվել, Գերմանիայում բնակիչները չեն սպասում մինչև այդ մեքենաները գան եւ մաքրեն ձյունը։ Ցանկացած բնակիչ վերցնում է իր բահը, իր գործիքները եւ հենց արդեն տեսնում է, որ ձյունը այն մակարդակի է հասել, որ անհնար է տեղաշարժվելը, ամեն բնակիչ իր բակը, իր շենքի բակը մաքրում է, մինչև կգան մեքենաները, այսինքն պատասխանատվությունը գալիս է անհատից։ Մենք պիտի զարգացնենք եւ դասյարակենք այնպիսի անհատ,
այնպիսի մարդ, ով հասարակությունը կդարձնի իր նման կազմակերպված եւ պատասխանատու։ Ամեն բան սկսվում է մեզնից։ Եթե մենք անընդհատ միայն սպասենք, ակնկալիքներ ունենանք եւ ասենք, վայ, մեր ակնկալիքները տեղ չեն հասնում կամ չի լինում այն, ինչ սպասում ենք, երբեք չի լինելու։ Եթե մենք մեր սենյակից չսկսենք, հա? Եթե մենք բողոքում ենք տարբեր հարցերից, նախ մեր տան սենյակը մաքրենք, հետո նոր անցնենք առաջ։ Այդպես վարվելով մենք շատ ավելի ճիշտ կլինենք եւ այս տեսանկյունից Գերմանիայի օրինակին հետեւելով, որովհետեւ խնդիր կարծում եմ չենք ունենա եւ հենց այդ առաջարկն եմ ես անում, որ յուրաքանչյուրս մեր հետևից մաքրենք, մեր գործում լինենք պատասխանատու, ամեն բան հրաշալի կլինի։ Ես էլ ձեզ եմ անչափ շնորհակալ։ Շնորհակալություն բարձրաձայնած հարցերի համար։ Մենք իսկապես կարևորելով անտառի պահպանությունը, մենք մշտապես հիշեցնում ենք, որ անտառը մեր ազգային հարստությունն է։ Սիրելի տավուշցիներ, մենք բոլորս էլ որպես հայրենակիցներ շատ ենք սիրում մեր անտառները, մասնավորապես այս ամառային շրջանում, երբ որ եղանակները բարենպաստ են, մեր հայրենակիցները ընտանիքներով, ընկերներով, ազգականներով ու բարեկամներով հաճախ իրենց առօրյան ժամանցը կազմակերպում են մեր անտառներում։ Եվ այս պարագային նաև կարիք կա հիշեցնելու, որ անտառը մեր ազգային հարստությունն է, մեր բարիքի շտեմարանը, դիմականության կարևոր բաղադրիչը, որը մենք պիտի օգտագործենք առաջին հերթին հարաբերվենք խնամելով անտառը, այնտեղ խնջույքներ եւ միջոցառումներ կազմակերպելով անպայմանորեն հետևենք դրա պահպանությանը մեր մարզում։ Եվ նաեւ խոսք գնաց երեխաների մասին, այնպես է ստացվում, որ Տավուշ մեդիան ասելիք ունի մեր բնակչության բոլոր խմբերի համար եւ օգտագործելով առիթը պետք է հիշեցնեմ դիմակայուն Տավուշ առաջնորդում են երեխաները մեր մրցույթ նախաձեռնության մասին, որը իր ֆորմատով ձևաչափով արդեն երկրորդն է Տավուշի իմ տան հեքիաթը խորագրով մրցույթից հետո։ Մենք այս մասին դեռ առիթներ կունենանք խոսելու, բայց պետք է հիշեցնեմ, որ հենց հիմա այցելեք մեր կայք եւ անպայման տեղեկացնեք ձեր երեխաներին, դպրոցականներին, որպեսզի մասնակցեն այս մրցույթին։ Բարձրաձայնեն այնպիսի խնդիրներ, խոսեն այնպիսի խնդիրների մասին, թեմաների մասին, որոնք վերաբերում են աղետների ռիսկի կառավարմանը, աղետների ռիսկի նվազեցմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանը եւ այդ ամենը ներկայացնեն իրենց բնակավայրերի, իրենց համայնքների դպրոցների, մանկապարտեզների օրինակներով մենք սպասելու ենք հենց ձեր աշխատանքներին, այս անգամ մրցույթը ավելի մեծամասշտաբ է եւ իր ձևաչափով աննախադեպ Տավուշի մարզում եւ եթե համեստություն չանեմ եւ նշեմ նաեւ Հայաստանի Հանրապետությունում այս մասին դեռևս կխոսենք եւ ազատ խոսափողը դարձյալ բաց է բոլորի համար, կարող եք մոտենալ սիրելի քաղաքացիներ։ Բարև ձեզ, ես Լիանա Լավերդյանն եմ, աշխատում եմ Նոյեմբերյանի համայնքապետարանում որպես կրթության, մշակույթի, սպորտի, սոցիալական աջակցությունների բաժնի պետ։ Ընդհանուր առմամբ շատ սիրում եմ իմ աշխատանքը։ Կուզենայի նշել մի քանի առավելություններ, որ մեր համայնքում առկա են 2025 թվականի հունվարից Նոյեմբերյան համայնքի բոլոր մանկապարտեզները գործում են անվճար հիմունքներով։ Հերթում սպասող երեխաները, ովքեր դրսում են, չեն տեղավորվում մանկապարտեզներում, չունենք այդպիսի իրավիճակներ։ Կուզենայի նշել նաև այն փաստը, որ 2026 թվականի հունվարի 1-ին անվճար են դարձել նաև համայնքի երաժշտական դպրոցները։ Ընդհանուր առմամբ համայնքում մշակութային կյանքը եռում է։ Մենք բոլորիս բախտի երևի բերել է, որ ունենք մշակույթով հետաքրքրված, կրթությամբ, սպորտով հետաքրքրված համայնքապետ, ով խրախուսում է բոլոր երեխաների, նույնիսկ փոքրիկ հաջողությունները։ Ողջույն, ես Մոնիկա Փաշիկյանն եմ, Տավուշի մարզի կողք գյուղից։ Ես երիտասարդ եմ, որը երբեք չի դադարում սովորել։ Սակայն ինձ համար այդ սովորելը միայն դպրոցում նստել, բարձր գնահատականներ ստանալը չէ։ Ինձ համար իմ սովորած ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվելն է։ Այն գիտելիքները կիրառել նաև գործնականում եւ զբաղվել իմ համայնքի զարգացմամբ։ Իսկ ինչից է գալիս համայնքի ուժը, համայնքի զարգացումը։ Ինձ համար շատ կարևոր է, որ համայնքներում լինեն երիտասարդների համար աշխատատեղեր։ Իհարկե, մենք ունենք Թումո-կենտրոն, որտեղ շատ երիտասարդներ գալիս են եւ ստանում ուսում։ Սակայն պետք է նշեմ, որ միայն Թումո-կենտրոն ունենալը բավականին քիչ է։ Շատ կարևոր է, որպեսզի լինեն երիտասարդների համար անհրաժեշտ հնարավորություններ, այնպիսի աշխատատեղեր, որտեղ երիտասարդները կզգան, որ այո, իրենց դերը կարևոր է եւ իրենք կարող են շարունակել զբաղվել իրենց ցանկալի մասնագիտությամբ եւ մնալ նաեւ գյուղում։
Ես ուզում եմ, որ երբ դրսի մարդիկ իմանան, լսելով, որ սահմանամերձ գյուղից ենք, միայն չի մտածեն, թե դե սահմանամերձ գյուղ է, ոչինչ չկա կամ այստեղ գյուղատնտեսությունն է զարգացած։ Ես ուզում եմ, որ բոլորն իմանան, թե ինչ ուժեղ մարզ է Տավուշը, ինչպիսի համայնքներ ունի եւ ինչպիսի գյուղեր ունի։ Իսկ այս ամենը գալիս է նաեւ կրթությունից։ Կրթության համար անհրաժեշտ է նաեւ զբաղվել ոչ ֆորմալ կրթությամբ եւ այն բանով, որ Երևանում եւ մարզերի երիտասարդները ունենան անհրաժեշտ հնարավորությունները եւ լինեն իսկապես հավասար։ Մոնիկա ջան, դուք նշեցիք եւ նաեւ ձեր ճանաչելով հանդերձ գիտենք, որ այս տարի պետք է արդեն ընդունեցան քննությունների մասնակցեք, ինչ եք պատկերացնում, արդյոք կվերադառնաք էլի համայնք, ձեր բնակավայր, շարունակեք ապրել Նոյեմբերյանում եւ նաեւ ձեր փորձով, ձեր գիտելիքներով կզարգացնեք համայնքը։ Ես միանշանակ պատրաստվում եմ վերադառնալ համայնք եւ թող հենց ես լինեմ այն կետը, որից կսկսվի համայնքի զարգացումը եւ լրագրությունը ոչ միայն մարզում կզարգանա, այլ նաեւ համայնքներում եւ կցանկանամ, որ նաեւ ես լինեմ այն մոտիվացիան, որը երիտասարդներին էլ կոգեշնչի, որպեսզի նրանք էլ մնային համայնքներում եւ եթե ես եւ իմ նման շատ երիտասարդներ շարունակենք մնալ համայնքում եւ ինքներս գործողություններ կատարենք համայնքը զարգացնելու մեջ, ապա որոշ տարիներ անց իմ նման շատ երիտասարդներ չեն կանգնի այստեղ եւ չեն ասի, որ համայնքներում աշխատատեղ չկա կամ ինչ-որ խնդիրներ կան։ Իսկ որպես երիտասարդ, ինչպես է պատկերացնում երիտասարդների զորեղացումը, նրանց բավարար չափով մասնակցությունը, արդյոք մասնակցության համար խոչընդոտներ կան, որ խանգարում են ձեզ մասնակցել համայնքային կյանքին։ Համայնքային կյանքին խոչընդոտները նախ կարծրատիպերը կարող եմ ասել, քանի որ շատ գյուղերում ցավոք դեռ նաև Երևանում ինչու ոչ, ցավոք դեռ որոշ կարծրատիպեր կան, որ ոչ ֆորմալ կրթությունը կարևոր չէ, այն խանգարում է ավելի շատ երեխային, սակայն որպես ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող երիտասարդ պետք է նշեմ, որ այն երբեք չի խանգարում, այն ցույց է տալիս, որ դպրոցում ստացած գիտելիքները նաև պետք է գործնականում կիրառել եւ խոչընդոտներից նաև այն է, որպես մարզի երիտասարդ կարող եմ նշել, որ շատ ծրագրեր իրականացնում են Երևանում եւ նշում են, որ մուտքը ազատ է բոլորի համար, սակայն չեն տալիս տրանսպորտ, իսկ այս դեպքում արդեն չլինում, որ մուտքը ազատ է բոլորի համար, քանի որ հեռու մարզում բնակվող երիտասարդը չունենալով միգուցե անհրաժեշտ գումար կամ տրանսպորտ չի կարող պարզապես գնալ եւ Երևանի ծրագրին մասնակցել, ինչքան է լինի այն կարևոր միջազգային կամ զարգացման համար, հետեւաբար այստեղ չունենք հավասարություն։ Սիրելի հեռուստադիտողներ, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ես հիշեցնեմ, որ այս պահին Տավուշ հեռուստաընկերության եթերում դուք դիտում եք Տավուշն է խոսում ժողովրդական խոսափող Նոյեմբերյանում ձևաչափի այս հանդիպումը։ Մենք ժամը 12-ից Նոյեմբերյան քաղաքում ենք եւ այստեղ մեր քաղաքացիները ազատորեն մոտենում եւ բարձրաձայնում են իրենց համայնքում առկա խնդիրները, իրենց ուզող մտահոգություններով են կիսում, առաջարկներ են ներկայացնում, որոնք միտված են համայնքի զարգացմանը, Տավուշի մարզի առաջընթացին եւ ընդհանուր մեր երկրի առաջընթացին զարգացմանը։ Սիրելի հեռուստադիտողներ, այս ձևաչափով մենք բարբերաբար պետք է հանդիպենք մեր համայնքներում, այնպես որ մեզ սպասեք նաև ձեր համայնքներում։ Հիշեցնեմ, որ նախորդ շաբաթ Իջևանում էինք 3 Բերդ համայնքում, ընդհանուր մեր թեմաները հիմնականում նույնն են՝ անվտանգային, կրթություն, սոցիալ-տնտեսական խնդիրներ, երիտասարդություն, զբաղվածություն։ Իհարկե նաև կարծում ենք, որ այլ հարցադրումներ եւս կան, որոնց մասին մենք կխոսենք արդեն այդ ձևաչափերով։ Այս հանդիպումների նպատակը նախ եւ առաջ հավաքագրել, հասցեագրել այն խնդիրները, որոնք կան մեր համայնքներում, դրանք նաեւ տեղ են գտնելու մեր ստեղծագործական լրագրողական աշխատանքների հիմքում, ինչպես նաեւ հասցեագրվելու են համապատասխան մարմիններին, այնպես որ այս հարցադրումները անպատասխան չեն մնալու եւ կգտնեն իրենց պատասխանները մոտ ժամանակներում։ Մեզ հետ մեր աշխատանքում, մեր հեռուստաընկերության թիմում իրենց գույնով, իրենց մասնակցությամբ արդեն 4 տարի շարունակ տրամադրություն են փոխում մեր թղթակիցները սահմանամերձ գյուղերից։ Երեք դուք ծանոթացաք Բերդ համայնքի մեր թղթակիցներին Հայկի եւ Անահիտի հետ, այժմ մեզ հետ է նաեւ Նոյեմբերյան համայնքի մեր թղթակիցը Հրանուշ Անանյանը։ Հրանուշ, խնդրեմ մոտեցեք։ Հրանուշ Անանյանը հենց ամենասկզբից երիտասարդ թղթակիցների ձևավորման օրից մեզ հետ է աշխատում եւ հետաքրքիր է թե ինչ առաջնահերթություններ ունի նա իր աշխատանքում, ինչքանով է կարեւորում տեղական լրագրությունը, ինչքանով է արդեն հոգեհարազատ դարձել նրա ներկայությունը, նրա պատրաստած ռեպորտաժները Նոյեմբերյան համայնքի մասին։ Նա գրեթե բոլոր միջոցառումներին ակտիվորեն ներկա եւ լուսաբանում է Նոյեմբերյանի ձայնն է Տավուշ մեդիայի եթերում եւ Տավուշ մեդիայի դեսպանը, երիտասարդ դեսպանը Նոյեմբերյանում։ Շնորհակալ եմ, որ որպես երիտասարդ ներկայացրեցիք։ Ես Հրանուշ Անանյան, 2022 թվականից թղթակցում եմ Տավուշ մեդիային մեծ սիրով եւ անում եմ այն ինչ սիրում եմ, այսինքն լուսաբանում եմ հիմնականում մշակութային միջոցառումներ,
Առաջնահերթությունը տրվում է իհարկե երիտասարդներին վերաբերող թեմաներին, ինչը մեզ մոտ մեր համայնքում շատ ակտիվ է, երիտասարդները շատ ակտիվ են եւ ցավոք սրտի կարծում եմ ավելի շատ երիտասարդներ այսօր կմասնակցեին այս բաց խոսափողին կմոտենային, բայց քննությունների մեջ են, խառնեն։ Հուզվում եմ։ Շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, ինչպես ամենասկզբում նշեցինք, դուք կարող եք նաև ուղարկել հարցադրումներ եւ պետք է ընթերցեմ մեզ հասցեագրված մի քանի նամակ, որը այս ընթացքում ուղարկեցին մեր հեռուստադիտողները։ Առաջին իհարկե կան կրկնվող հարցեր, որոնք այսօր այստեղ հնչեցին, բայց առաջինը մեզ որ ուղարկել են սահմանամերձ բիզնեսների վերաբերյալ է, մեր քաղաքացին նշում է, որ սահմանամերձ բիզնեսները չունեն համապատասխան պայմաններ թեպետ առկա արտոնություններին զարգացման փոքր բիզնեսից միջին եւ ավելի մեծ բիզնեսի վերածվելու համար եւ խնդրում են քայլեր ձեռնարկել համապատասխան մարմիններին փոքր եւ միջին բիզնեսների խթանելու, երիտասարդներին նրանց բնակավայրերում աշխատելու, ապրելու հնարավորություն տալու համար եւ նաեւ մեր քաղաքացիներից մեկը դարձյալ առաջ է բերում աշխատատեղերի խնդիրը եւ այսօր եւս մի քանի անգամ հնչեց, որ շատ կարեւոր է ունենալ սահմանամերձ բնակավայրերում մանավանդ աշխատատեղեր։ Մենք այս ձևաչափով սիրելի քաղաքացիներ արդեն երրորդ հանդիպումն էր մեր Դուք տեսնում եք մեր քաղաքացիները բարձրաձայնում են իրենց համայնքում, իրենց բնակավայրում առկա սոցիալ-տնտեսական, կրթական, մշակութային, առողջապահական խնդիրների մասին։ Իհարկե ավելի շատ հարցեր կան, որոնք նաև մեր տեսադաշտում են մշտապես, որոնց մասին մենք պարբերաբար խոսում, ներկայացնում եւ լուսաբանում ենք։ Մենք այս բոլոր հարցադրումները հավաքագրում ենք եւ վերլուծության կենթարկվեն դրանք, կամփոփվեն եւ կներկայացվեն նաև մեր հետագա աշխատանքների ընթացքում։ Մինչ այդ ցանկանում եմ տեղեկացնել, որ Տավուշ մեդիան շարունակում է իր աշխատանքը արդեն նոր շնչով, նոր թափով։ Մեզ սպասեք ձեր համայնքներում, ձեր բնակավայրերում, միասին պատմելու մեր համայնքների մասին, պատմելու մեր ժողովրդի կյանքում առկա խնդիրների, նախաձեռնությունների մասին, հետաքրքիր ընտանիքների հրաշալի նախաձեռնությունների մասին եւ այն ամենի մասին, որը ընդգծում է Տավուշի մարզի դերը մեր հանրապետությունում տավուշցիների կյանքն է լուսաբանում, տավուշցիների գործն է ներկայացնում, այնպես որ սպասեք մեզ ձեր համայնքներում, շնորհակալություն, որ հետևում եք, մեզ կարող եք հետևել նաև սոցիալական հարթակներում, Facebook-ում, YouTube-ում, կայքում, Telegram-ում, Instagram-ում, TikTok-ում եւ Տավուշ հեռուստաընկերության եթերում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, սեսիոն։